Բարի առավոտ, սիրելիներս, ինչպես եք, ինչպես է սկսվել ձեր գեղեցիկ օրը։ Իմ օրը շատ լավ է սկսվել, առավոտյան արթնացել եմ, սուրճ եմ մայրիկի ու եղբորս հետ խմել, հիմա երկրորդ սուրճին եմ սպասում եւ այսօր պետք է պատրաստենք հավով ապուր իմ բաղադրատոմսով։ Ինձ թվում է ձեր դուրը կգա, կպատրաստեք։ Պատմեք տեսնեմ դուք ինչ եք անում, այսօր ինչ եք պատրաստելու։ Երևի այսօր տանից դուրս չեմ գալու, դեռ չգիտեմ հստակ։ Այսօր ամբողջ օրը տունն ենք, եթե լավ երկար ժամանակ ունենանք, կարելի է գնալ մի լավ գեղեցիկ տեղ, մեր Ստեփանավանի բնության կամ պատմության մասին ավելի մանրամասներն իմանալու համար, որտեղ կցանկանայիք լինեի, որտեղ եք կարոտ է մեր Ստեփանավանից, գրեք կոմենտներում եւ մեծ սիրով կայցելենք բոլորով այդտեղ, դուք ձեր կարոտը կանեք, ես էլ ցույց կտամ եւ շատ հաճելի կլինի, որ կկարողանամ մի փոքր ձեր կարոտը մեղմացնել Հայաստանից։ Մայրիկս արդեն սուրճը բերեց, սուրճ ենք խմում։ Շատ լավն է, շատ շնորհակալություն մայրիկին։ Մյուս վիդեո հոլովակում արդեն մայրիկի հետ ներկա կգտնվենք, մայրիկի հետ կնկարահանվենք, ինձ թվում է չէ մայրիկ ջան։ Երևի ասում է երևի։ Երեխեք ջան, Աննայանք դուրս են եկել, լավ տեղ են հասել, ընդամենը Վրաստանի ու Լարսի ճանապարհի, Ռուսաստանի Վրաստանի սահմանի այդ անցակետներ 3 ժամ հերթի գոյացություն եղել, բայց 3 ժամ անց թույլատրել էին անց կենալը, շատ լավ էր ամեն ինչ, լավ տեղ հասան, գիշերվա ժամը 12:30 էր մեր ժամանակով էլի, 12:30 տեղ հասան, տանն էին, արդեն նսոր առավոտվանից արդեն մանկապարտեզ է հաճախում, այնքան ուրախ էր, այնքան իրան էներգիա ու լիքս, ես գնում եմ սա ջիգմորքուրը, ասում եմ արդեն Հայաստան կգաս, ասում եմ հետո, հիմի չէ, բոլոր մեր հետ գնացողներին ասենք, բարեկամներին, ծանոթներին, ընկերներին ու մեր հայ ազգին ասենք, ձեզ բարի ճանապարհ, ով որ գնում է, թող ճանապարհը միշտ կանաչ լինի, Աստծո աչքի ղեկի վրա լինի ու ոչ մի խնդիր չառաջանա մեր երկրում։ Աղջիկներս մամայի նվիրած բուկետից կարողացանք այսքանը դեռ կյանքի կոչվել։ Իրանք էլ դեռ վնասված են, բայց ինձ թվում է դեռ կապրեն մեզ հետ։ Պատրաստվում ենք սուրճ խմենք, միացեք։ Աղջիկներս նոր բանջարանի մեքենան եկավ եւ ինչ ենք վերցրել ենք վարունգ պոմիդոր, սող, չորնասլիվա, ծիրան, գիլաս, մեկ է կարտոֆիլ։ Սոխի արժեքը 300 դրամ էր, ծիրանի արժեքը 700 դրամ էր, չորնասլավան 600 դրամ էր, կարտոֆիլը 130 դրամ էր 1 կիլոգրամը, միջակ կարտոֆիլ էր, գիլասը 2 գույնի 800 դրամ էր, այսքանին վճարել ենք 1700 դրամ։ Երեխեք ջան, առևտուրը վերջացրինք, արդեն տուն եմ բերեմ, որոշեցի, որ պատրաստվեմ, դիմակ եմ դրել, մի քիչ թույլ եմ զգում, բայց դա ոչինչ չի նշանակում, աշխատանքի գնալուց առաջ պետք է լինենք կոկիկ, խնամված, աշխատում ենք սպասարկման ոլորտում, հյուրերին չի հետաքրքրում քո առողջական վիճակը, դրա համար պետք է ժպիտը տեղը խնամված լինես, որ հաճախորդ չվանենք։ Դիմարկը պետք է թողնեմ 15-ից 20 րոպե դեմքիս վրա, դրանից հետո թեթև կշպարվեմ։ Ուզում եմ նաև հաց սարքել տանը, տեսնեմ ինչ եմ սարքում այսօր։ Ո՞վ եկել մեզ հյուր։ Ջան, ջան, քսեմ քեզ։ Ինչ եղեք ջան։
Մորաքույրս ու Ինեսն են մեզ հյուր եկել եւ սուրճ ենք խմում։ Երեկվա մեր թափտված թութի թութն ա նայես լավն ա։ Ինես ընդ դարակներն ա քանդում։ Ինես, այ Ինես։ Ինես, չի կարելի։ Դարակը փակի։ Արագ շուշուտ դարակը գնացիր փակելու։ Շուշուտ։ Շուշուտ դարակը փակում ես։ Ինես, արստեղ։ Ինեսը գնաց։ Տեսնենք եփա հետ գալի։ Շատ իրներ ենք այնտեղ։ Արի ոչինչ, արի կոնֆետ կտամ, արի կոնֆետ տամ, արի։ Կոնֆետ։ Արի։ Այն դարակնով ա փակելու Ինես։ Ինես դարակնով ա փակելու։ Չես ասում։ Պլաստիրին ա ձեռքիդ։ Դե գնա դարակը փակի։ Դարակը փակի, կյանքոս։ Չես փակում դարակը։ Դե չէ փակես։ Ջանա։ Գնա։ Ուր գնանք։ Ուր գնանք։ Բացեմ։ Ուր ես գնում։ Ուր գամ։ Արի։ Ինես հետ գնում ենք մանգալ ունայք։ Կամանց, Ինես կամանց։ Ինես ուր ես գնում, Ինես։ Ինես մանա գալի մեր հայաթում։ Ինքել Ինես տեսնենք ուրա գնում։ Ինես Ինես չի կարելի գանց, այդ ուրիշին է, այդ ապերինն է։ Այ Ինես, Ինես, այդ ապերինն է։ Այդ ապերինն է, չի կարելի։ Արի, արի։ Կամաց։ Ջանի։ Ոյ։ Օպրես։ Արսենի ավտոն ենք հանե։ Ես ուր ես գնում Ինես։ Ինեսը նստել է Արսենի մեքենայի վրա։ Ես Արսենին արդեն այնքան փոքր, Արսենի համար 2 տարի առաջ էի գնե։ Ոչ կարողանում են իրենց հետ տանել։ Արդեն փոքրիկ է։ Աննան որոշեց, որ Ինեսուկին նվեր ա տալի։ Հեսա մի հատ մրգուրանց ասա, եթե երեխեն հետը խաղ կանի, դու եթե չէ փորձի գտնես են ձևի երեխա, որ հետը խաղ կանի, էլի։ Այն Ինեսը իր աղբոր ավտոյին ավելի շատ ոգևորված անզդեն։ Ընկերներս ինչ են կանում, Արմենն աշխատանքի է, համայն ասեցի, այսօրվա հաց սարքելը ինձ վրա։ Սարքում ենք հավի մսով, կարտոֆիլով, բանջարեղեններով, թեթև ապուր, այսպես կարելի է ասել։ Դրա համար մեզ ինչ է անհրաժեշտ 2 գլուխ սոխ,
բիբար, գյազար, լոլիկ, կարտոֆիլ, հավիղ կտորների խառը միս, մենք կաշին հանում ենք, որովհետև կաշին չենք ուտում, կարակ և համեմունքներ ըստ ճաշակի։ Ջան, մի հատ զգացեք, համը, հոտը, բույրը, արդեն համարյա թե պատրաստ եմ, այսպես զգացեք, վերջ, կանանչիներ գցենք և սպասենք Արմենի գալուն, Արմենն աշխատանքի է գալու է նորենք հաց ուտելու, հացի ժամանակ կմիանամ ձեզ։ Սիրելիներս, մեր համեղությունը արդեն պատրաստ է, մեզ բարի ախորժակ, ձեզ բարի դիտում, Արմենանք արդեն պերերիվ են եկել ու մեր ապուրը մեզ հուսախապ չարի ժամանակին պատրաստվեց, ապրեք որ կաք, նայում եք, կոմենտում եք, սիրում եմ ձեզ շատ-շատ, օդային պաչիկներ բոլորիդ։